Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ավարտվեց 2027 թվականի հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրության քվեարկությունը եւ հիմա ընթանում է այդ քվեարկության արդյունքների ամփոփման բողոքարկման գործընթաց։ Ինչի եմ շեշտում քվեարկությունը, որովհետեւ ընտրությունը այլ բան է, քվեարկությունը այլ բան։ Քվեարկությունը դա միայն մեկ օրվա իրադարձությունն է, իսկ ընտրությունը ամբողջ process է։ Իսկ ընտրության առումով մենք ինչ արձանագրումներ ունենք, իհարկե մեր քաղաքական ուժը արդեն որոշակի գնահատականներ տվել է եւ կլինի ավելի ընդհանրական, բայց ակնհայտ է, որ դա եղել է անհավասար պայմաններում, դա ընտրություն որևէ կերպ չի կարելի համարել։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ իրականացրեց ապօրինի իշխանազավթում։ Ամբողջ այս ընթացքում ուժեղ Հայաստանի քաղաքական առաջնորդը Սամվել Կարապետյանը եղել է ապօրինի ազատության մեջ, զրկված է եղել ընտրողների հետ հանդիպելու, իր ծրագրերը ներկայացնելու հնարավորությունից։ Մեր կողմնակիցները ենթարկվել են քաղաքական, իրավական բոլոր հնարավոր տեսակի բռնաճնշումների, դրանք կրել են զանգվածային բնույթ ամբողջ հանրապետության տարածքում, գրեթե մեր բոլոր գրասենյակներում, բոլոր պատասխանատուները ընդཐུպ մինչև լռության օրը, ընդཐུպ մինչև ընտրության օրը, դրանից հետո եւ այդ պայմաններում բնականաբար մենք չենք կարող լիարժեք կերպով աշխատել եւ անհավասար մրցեմ ասում իշխանությունների ապօրինությունները, իրանց կողմից իրականացված ընտրակաշառքներ, այդ թոշակներ, առողջապահություն եւ այլն մյուս ապօրինությունները։ Մի խոսքով իշի տեղի ունեցել իշխանազավթում եւ մենք չենք կարող դրա արդյունքների հետ համերաշխ լինել։ Այս պահին հիմա հանրային մեծ դիսկուրսներ է ընթանում եւ ես ուզում եմ, որ այս տեսանյութը նաեւ լինի որոշակի պարզաբանող այդ իմաստով, որովհետեւ ինչ-որ մարդիկ են գտնվել, քննարկումներ են անում, ինչի են լուր, քաղաքական ուժերը հայտարարություններ են սպասում, դուրս գանք փողոց, մանդատներ դնեն, մանդատներ վերցնեն։ Նախ ուզում եմ ասեմ, որ դրանք մեծ մասը ժամանակավրեպ խոսակցություններ են։ Այս պահին մանդատներ վերցնելու կամ մանդատներից հրաժարվելու հարց չի քննարկվում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմա դեռ վերահաշվարկի փուլում է այնտեղ, որտեղ բողոքարկվել են, իսկ բողոքարկումներ կան բազմաթիվ ընտրատեղամասերում։ Հիմա այդ թվում է ձայների վերահաշվարկ։ ԲՀԿ-ն իր հերթին դիմել, որովհետև իրանք սահմանային շեմում են, հələ պարզ չի։ Այդ քաղաքական ուժը ի վերջո 4%-ը քաղաքտարի մանդատներ կունենա, թե չէ։ Դրանից շատ կարևոր էական բաներ է պայմանավորվում հետագա խորհրդարանի աշխատանքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը դեռ հնարավոր է բողոքարկել սահմանադրական դատարան։ Արդեն հայտարարել են մի շարք ուժեր, որ բողոքարկելու են։ Սա դեռ ժամկետ ունի այդ որոշումը կայացնել։ Այսինքն նոր դրանից հետո պետք է գան հասնեն մանդատների բաշխման հարցին, նոր որոշի, ով է մանդատից հրաժարվում, ով չի հրաժարվում։ Նես որ այս ժամանակավրեպ խոսակցությունները, որոնք անտեղի առաջ են բերվում, իրենց մեջ ոչ մի բովանդակություն չեն պարունակում։ Այդ չասեմ, որ մեծամասամբ կրում են խիստ էմոցիոնալ եւ անհիմն բնույթ, այսինքն թող հիմիկ բանից բոլորը մանդատներից հրաժարվեն։ Մանդատների վերցնելու կամ հրաժարվելու պահը որ կա, բնականաբար այդ որոշումները կկայացվեն։ Նրանց են ներկայացնում, որ իբր թե մարդի մենք չենք ուզում, մենք ձեզ ձայն չենք տվել, որ դուք գնաք ՔՊ-ի համար ընդդիմություն աշխատեք, աշխատավարձ ստանաք, ով ասե, որ նախ մանդատ վերցնելու որոշումը կայացվի, ով ասե, որ չի կայացվի, ով ասե, որ գնալու են ՔՊ։ Այս իրանք իրանց համար վերսիաներ են առաջ քաշում, սկսում են քննադատել, էսա կողմնակից, էսի դեմը եւ ես ուզում եմ սիրելի ժողովուրդ, ձեզ ներկայացնեմ այն իրավական եւ քաղաքական հետևանքները, որոնք կարող են առաջանալ այս կամ այն որոշումից։ Երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հասնում է մանդատներ բաշխելուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացի շեմը հաղթարած քաղաքական ուժերից ուրիշ ոչ մեկին չի կարալու մանդատ տա։ Այսինքն սկզբից տալու է ՔՊ-ի մանդատները, ով որ ինքնաբացարկի դիմում ներկայացրածելու դրան չի տալու, մյուսներին տալու է։ Հետո գալու է ուժեղ Հայաստանին, ով որ մանդատից հրաժարվա, բնականաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարա մանդատ տա մի մարդու, որ դիմում է գրե եւ բացարկը հայտնի։ Անցնում է ցուցակի հաջորդ համարին։ Եթե ամբողջ ցուցակը չվերցրեց մանդատները, բնականաբար այդ ուժը խորհրդանում չի լինում, ոչ մի падգամավոր ինքը չի ունենում եւ դրա մանդատները այլ քաղաքական ուժի չեն տրվում։ Գալիս է հաջորդ կուսակցության ու տենց շարունակ։ Հիմա քննարկենք երկու հնարավոր տարբերակներ։ Մանդատները ենթադրենք ընդդիմադիր ուժերը չեն վերցնում կամ վերցնում են։ Ինչ է առաջանում այդ ժամանակ եւ իրավական եւ քաղաքական իմաստով։ Նախ տրամաբանական է, որ քաղաքական ուժերը ընդդիմադիրները այդ որոշումը միասնական կայացնեն, այսինքն
ուժեղ Հայաստան դաշինքը եւ եթե կանցնի ԲՀԿ-ն, իրար հետ այդ որոշումը կայացնեն։ Ոչ թե առանձին վերցած, որովհետեւ առանձին վերցած իմաստը դրա կորում է, այսինքն դա պետք է այդ իմաստով կարծում եմ քննարկումներ լինեն։ Հիմա վերցնելուց, եթե չես վերցնում, ինչ առաջանում այդ դեպքում, հնարավոր է նաև չվերցնել։ Իդեպ ասեմ ձեզ, այդ մանդատ վերցնել, չվերցնել, դա մեզ համար անհատական մակարդակում, մեկը իմ համար եւ վստահ եմ մյուս մեր գործընկերներն 100-րդական հարց է։ Ասենք ես ուժեղ Հայաստան թիմին խո չեմ միացել, որ ես դառնամ падգամավոր, որ հիմա էլ քննարկվի, ես падգամավոր դառնամ, թե չէ, ես հիմա էլ падգամավոր չեմ։ Ու շատ հանգիստ կարամ նաև 2 ամիս հետո էլ падգամավոր չլինեմ, մի տարի հետո էլ չլինեմ, 2 տարի հետո էլ չլինեմ։ Իդեպ ասեմ, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի հիմնված ցուցակում ոչ մի падգամավոր չկա։ Այսինքն մեզնից ոչ մեկի падգամավոր չի, կարող նաև հետո էլ չլինենք։ Մենք ոչ չենք առաջադրվել այդ ուժեղ դաշինքի կազմում, որ ենք падգամավոր, մենք առաջադրվել ենք, որ Սամվել Քարապետյանը դառնա վարչապետ, որ մեր երկրում փոփոխություններ լինեն, որ մեր կյանքը փոխվի, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, մենք ոչ չենք առաջադրվել, որ մենք լինենք падգամավոր։ Մնացածը բոլորը տեխնիկական բնույթի խնդիրներ են մեր համար։ Ամեն ինչը պետքա դիտարկել հիմիկվա մանդատ վերցնելու կամ չվերցնելու հարցը, ոչ թե անհատական տիրույթում, էսի դառավ падգամավոր չդառավ, այլ հետագա քաղաքական պայքարի իմաստով մեր քաղաքական պայքարը խո չի ավարտվել։ Ասենք լավ, այս իշխանազավթումը Նիկոլ Փաշինյանն իրականացրել է։ Վերջ, հա, մենք հաշտվանք դրա հետ, հիմա մանդատներից էլ հրաժարվում ենք, ամեն ինչից հրաժարվում ենք, գտնվում ենք մեր տներով, Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում անում է, իհարկե ոչ։ Քանի ողջ է, պիտի պայքարենք։ Հիմա պիտի քննարկենք այդ պայքարի հետագա ընթացքում ինչ կարգավիճակ է պետք, ինչ գործողություններ է պետք, սահմանադրությունը ինչ հնարավորություններ է տալի, իրավական գործիքակազմը որն է, ինչ է հնարավոր, այսինքն բոլոր հնարավոր գործողությունները, քայլերը պետք է արվեն եւ հիմիկվա որոշումները պետք է կայացվեն հենց այդ տրամաբանությամբ, այդ տեսանկյունից։ Ասենք պատկերացրեք, բոլորս մանդատներից հրաժարվում ենք, ինչը որ լրիվ հնարավոր է, այսինքն կարա նաեւ այդ որոշումը կայացվի, ոչ մի խնդիր ես ինձ չեմ տեսնում։ Բոլորս մանդատներից հրաժարվեցինք, ինչ ալնում այդ ժամանակ ԿՊ-ն անցնում մենակ խորհրդարան ունենում է ենթադրենք 67 падգամավոր։ 67 падգամավորով իրանք խորհրդարանը համարվում է կազմավորված, իհարկե ընդ իրավական որոշակի խնդիր կա, որովհետև Սահմանադրությունն ասում է, որ ազգային ժողովը կազմված առնվազն 101 падգամավորից, կենտրոնական ընտրական կասի ես ընտրություններից հետո առնվազն 101 падգամավորի մանդատների բաշխումը իրականացրել եմ։ Հիմա որ Ղազարյան Էդգարն եկել է դիմա գրել, ասում ես չեմ ուզում դառնամ падգամավոր, իմ մեղքը դրան է որն է։ Ես կազմավորել եմ 101 падգամավոր, մարդը դուրս է եկել, տենց է իրավիճակ ստացվել։ Կարա որոշակի մեկնաբանություն լինի, բայց իրավական հետևանք լայն առումով դրանից կարող է չառաջանալ, չեմ ասում, որ նախագահը կարա դիմի ՍԴ, ասի որ sense խնդիր կա, սահմանադրական դատանը, այս մասը ընտրական օրենսգրքի ուժը կորցրած ճանաչի, նոր կարգավորում մտցնի, նոր մեկնաբանություն տա, դաժե բերեն այդ տեղերը լրացնեն։ Հիմա լավ, ասենք թե հրաժարվել ենք, մենակ ԿՊ-ն ալնում, կառավարությունը կազմավորվում է, падգամավորն իրանք 67 հոգով, անխռով, հանգիստ, 5 տարի, իրանց չորասող չկա, պարլամենտում ընդդիմախոս չունեն, ինչ ուզում են անում են, ինչ որոշում ուզում են կայացնում են, հանգիստ իրանց համար բոլոր պաշտոններով նստած իրանց համար ու 5 տարվա ընթացքում ոչ ոք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իրավական հնարավորություն այլևս չի ունենա։ Այսինքն հիմա այս պահին բոլոր մանդատներից հրաժարվել նշանակում է կայացնել որոշում, որ մենք 5 տարի Նիկոլ Փաշինյանին չենք անհանգստացնում։ ԿՊ-ին ոչ մի ձևով չեն անգա, ասում ենք աղբեջան, ընդ ինչ ուզում եք 5 տարին ձերն է։ Արդյոք դա խելամիտ լավ որոշում է։ Էլ չասեմ, որ ասենք մանդատից ցանկացած պահի կարելի է հրաժարվել, այսինքն ոչ միայն կարելի է հրաժարվել ստանալու պահին, այլ կարելի է հրաժարվել ստանալուց ենթադրենք 2 ամիս հետո, կարելի է հրաժարվել 6 ամիս հետո, մի տարի հետո, 2 տարի, այսինքն միշտ էլ կարելի է մանդատներից հրաժարվել։ Ստե մնում է հասկանալ երբ է ճիշտ։ Հրաժարվել միշտ կարելի է, բայց հետ բերել հնարավոր չէ, այսինքն եթե ես հիմա ստանալու պահին դիմում եմ գրում, ասում եմ ես մանդատ չեմ ուզում, ես 2 տարի հետո չեմ կարա գնամ, ասեմ գիտեք ինչ, այն որ գրել է, փոշմանել եմ, իմ մանդատը տվեք, հիմա կարևոր որոշում ունենք կայացնելու։ Դու արդեն գնացել ես, վերջ։ Բայց եթե դու այդ որոշումը չես, երբ ուզես այդ պահին կարաս կայացնես, կարաս այսօր, կարաս մի ամիս հետո, կարաս 2 տարի հետո։ Իսկ դու ես կառավարում իրավիճակը, քանի դու այդ որոշումը չես կայացրել։
Իսկ ինչ կարա լինի այդ ժամանակը, ցանկացած իրադարձություն, ցանկացած փոփոխության անհրաժեշտություն կարա լինի, որ դու այդ որոշում պիտի կա, բայց եթե դու դե չես, ո՞նց ես կայացնում։ Դու ինքդ քեզ այդ հնարավորությունից զրկել ես, այսինքն այս է մանդատը չվերցնելու բանն է, թերի կողմն է։ Առավելությունը, որ ասում ես սրանով ես բոյկոտում եմ, ասում եմ այս ընտրությունները լեգիտիմ չի, դրա համար էլ չեմ վերցնում։ Հա, հիմա էլ ենք ասում լեգիտիմ չկարող է, ասում ենք լեգիտիմ, բոլոր պարագաներում ենք ասում լեգիտիմ չի, ՍԴ էլ է բողոքարկվելու, անկախ դրանից ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու, նո արդեն կարելի է ենթադրել ինչ որոշում պետք է լինի, այդ չի նշանակում ընտրությունները լեգիտիմացավ։ Ստե հարցն է, որ հետագա պայքարի իմաստով որ կարգավիճակն է ճիշտ պայքարը առաջ տանել։ Հիմա ասում են մարդիկ են բանին ասում են գնացի ՔՊ-ի հետ ընդդիմություն, ով ասում որ գնալը նշանակում է ՔՊ-ի հետ ընդդիմություն աշխատել, ով ասում որ ընդհանրապես պետք է աշխատավարձ ստանալ, ով ասում որ պետք Քայլս գնաս նստես ընդհանրապես դալիս չմտնես։ Դու այդ կարգավիճակ ունես։ Հիմա ասենք թե օրինակ ես գնում եի ազգային ժողովի ընդունարան, որ ՔՊ-ականների հետ հանդիպեմ իմ հարցերը բարձր։ Ինչ չէին ընդունում, ասում են քաղաքացի ես, գնաս դերից։ Ես թողնում գալիս եմ, ի՞նչ պետք է անեմ։ Հիմա ասենք թե մարդը դե падգամավորի կարգավիճակ ունի, խոսում չի կարաս գնաս դերից, չէ՞, այսինքն դու կախված դրանից ինչ կարգավիճակով ես, քո հետագա պայքարը շարունակում։ Եթե հետագա ընթացքում տեսնում ես, որ դու չես կարողանում խնդիր լուծել, այսինքն ընդ մնալա դառնում անիմը, այդ ժամանակ կհրաժարվես։ Այսինքն մենք պիտի հասկանանք, թե որ պահին է ճիշտ որոշումը կա, այդ էմոցիոնալ մասը, մանդատները մենք ձեզ ձայն չենք տվել, որ դուք այդտեղ դառնաք, այդ ձայն տվողներից մեկն էլ մենք ենք, մենք ոչ միայն ձայն ենք տվել, այդ պայքար ենք տարել, այս ամբողջ ժամանակաշրջանում, այս քանի տարի մեր ամբողջ ջանքերն ենք ներդրել, մեր ամբողջ կարողություններն ենք ներդրել այս ամեն ինչի մեջ։ Այդ ով ունի սրտացավության ավելի բարձր աստիճան։ Ուղղակի պիտի հասկանանք, թե ինչա լինելու հետագայում։ Ասենք ենթադրենք գալիս է մի իրավիճակ, որ հնարավոր է նրան ինչ-որ մի ձևով խորհրդանի միջոցով հեռացնել, դա հնարավոր է, չէ՞։ Մեկ տարի հետո այդ հնարավորությունը առաջանում է պարլամենտում։ Եթե դու պարլամենտում չես, դա չես կարող անես, այսինքն մանդատ չվերցնելու բացասական կողմներն է, որ դու քեզ զրկում ես այդ կարգավիճակից, այսինքն շենք մտնելու փոխարեն մնում է շենքի պատերի տակ։ Այս շենքի պատերի տակ էլի կարաս մնաս, հիմա ամբողջ բանը խոչի գնում, քաղաքական ուժը խոչի գնում խորհրդարան, գնում են նրանք ովքեր կարող գնաց, մի մասը ընդեղ է մնում, մի մասը դուրս է մնում։ Ու այն մասով որ ներսում է ցանկացած պահի կարա մանդատը դնի նաև գալու, այսինքն մանդատներից հրաժարվելը դա կարա դիտարկվի շատ խելամիտ որոշում։ Ուղղակի այստեղ պետք է հասկանանք, թե այդ խելամիտ որոշումը ժամանակագրային իմաստով երբ է ճիշտ կայացնելը, ու երբ է ճիշտ կայացնելը մի նպատակով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, որովհետև մեր պայքարը նրա դեմ չի ավարտվել։ Մեր պայքարը թևափոխել է այլ փուլ։ Այո, մենք ուզում էինք, պայքարում էինք, չնայած այս անհավասար պայմաններին, չնայած բռնաճնշումներին, ամեն ինչ անում էինք, որ դա լի հունիսի 7-ին։ Հիմա եթե հունիսի 7-ին դա չի հաջողվել, ինքը նորից զավթել է իշխանությունը։ Մենք ոչ չենք հաշտվում այս իրողությամբ։ Մենք շարունակում ենք պայքարը։ Հիմա պիտի պայքարը շարունակելուց հասկանանք, թե որ կարգավիճակով է ճիշտ շարունակել այդ պայքարը։ Եթե ճիշտ է, արդյունավետ է, այսօր մանդատներից հրաժարվել, այսօր կարվի։ Եթե ճիշտ է դա անել 6 ամիս հետո, ուրեմն 6 ամիս հետո է պետք անել, մի տարի հետո, այսինքն այդ էմոցիոնալ վիճակից պետք է մարդիկ դուրս գան ու սկսեն ռացիոնալ որոշումներ կայացնել։ Իսկ ռացիոնալ որոշում, օրինակ ասենք, պատկերացրու մարդը падգամավորի կարգավիճակը ստացել է։ Ով ասում որ պիտի այդպես բոլոր նիստերին նստես, նրանց այդ հարցերը ինչ կա, դրանք կոնկրետ իմ համար գոյություն չունեցող մարդիկ են, յա գինամ կաս, յա գինամ չկաս։ Ինչ են դրա։ Ես ինչի պիտի եթե այնտեղ օրենսդրական բան կա, քվեարկությունների 6 ամիսից ավել բացակայում ես, կարան իրանք լիազորություն է դա, եթե քվեարկության ժամանակ չես բացակայի, եթե ձեռնպահ քվեարկես դուրս գաս, ոչ թե այն բանի համար որ դու ձեռնպահ ես, այլ ինքան որ ֆիքսի քվեարկություն, որ դեռևս կարգավիճակը պահես, նորից են կրկնում, հետագա քաղաքական գործընթացների համար։ Սխալ են այդ մեկնաբանությունը, որ ասում են գլխավոր դատախազին պիտի ընտրենք, սխալ է մեկնաբանում Նարեկ Կարապետյանի, ասած շատ խելամիտ մտք։ Դա մենակ դատախազի ընտրությանը չի վերաբերում, դա վերաբերում է սահմանադրական օրենքների ընդունմանը,
Դա վերաբերում է քաղաքական որոշումների կայացմանը։ Դու պետք է կարգավիճակ ունես, որ դա կարողանաս անել։ Եթե այդ կարգավիճակից զրկվում ես, ուրեմն դա էլ է տարբերակ։ Կարաս ինքդ քեզ քո ունեցած կարգավիճակից զրկես, բայց դա պիտի անես ոչ թե ինքնանպատակ, այլ խելամտորեն, այսինքն ոչ պիտի մանդատներից հրաժարվելու որոշումը լինի էմոցիոնալ, ոչ էլ պահելու որոշումը պիտի լինի էմոցիոնալ։ Ցանկացած որոշում պետք է բխի հետագա պայքարի տրամաբանության շահերից։ Ուստի ինչն է կարևոր, որ այդ որոշումները նաև պետք է կայացվեն ընդդիմադիր բոլոր ուժերի կողմից միաժամանակ, այսինքն եւ ուժեղ Հայաստանը, եւ Հայաստան խմբակցությունը, եւ եթե խորհրդարան անցավ նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, պետք է այդ որոշումներում գործեն համաձայնեցված, իրար հետ պետք է նստեն, քննարկեն, ծանր թեթևանեն բոլոր ասպեկտները, նոր որոշում կայացնեն։ Թե չէ հիմա դնես ասես գիտես, բոլորդ գնացեք, այդ էլ է տարբերակ, կարան բոլորը գնան հրաժարվեն, այսինքն ոչ ոք չի ասում, որ դա հնարավոր չի։ Դա հնարավոր է, ես վստահ եմ, որ շատ շատերը, ոչ թե շատերը, բոլորը պատրաստ են ցանկացած քաղաքական որոշման։ Բայց հասկանանք դա լավ է, թե վատ է, կարող է նաև լավ է։ Եթե լավ է, միանշանակ է ալելու այդ որոշումը։ Եթե դա ճիշտ որոշում չի, ռացիոնալ որոշում չի, հետագա քաղաքական process-ներից ինքդ քեզ զրկելու որոշումը պետք չի գնալ էմոցիոնալ քայլերի։ Ամեն ինչ պետք է լինի խելամիտ, պատճառաբանված, մեր հետագա process-ների Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու շահերի համատեքստում եւ բոլոր այդ որոշումները պետք է կայացվեն ժամանակին, այնց որ ես առաջարկում եմ բոլոր հասարակական քաղաքական գործիչներին դատողությունները, իհարկե ամեն մարդ ազատ է իր կարծիքը արտահայտելու հարցում, բայց շտապել պետք չի, ոչ էլ շտապեցնել է պետք, թող բոլորը հիմա հայտարարեն բան, այսօր այս պահին նպատակը խոսելը չի, հայտարարություններ անելը չի, նպատակը ճիշտ որոշումներ կայացնելն է, որովհետեւ բոլոր այն որոշումները, որ հիմա են կայացվում, մենակ հիմա է հնարավոր կայացնել, այսինքն այդ որոշումները երկրորդ անգամ կայացնել հնարավոր չի։ Հետևաբար դրանք պետք է լինեն խիստ խելամիտ եւ պատճառաբանված։ Իսկ դուք վստահ եղեք, որ հատկապես ուժեղ Հայաստանում բոլոր որոշումները կայացվում են ծանր թեթևանելով, բոլոր կողմերից դիտարկելով եւ միայն այդ տեսանկյունից են կայացվելու որոշումները։ Այնտեղ էմոցիոնալ, հախուռն մտածող, չգիտեմ, սրա նրա կարծիքին տրվող մարդիկ չկան։ Բոլորը իրավիճակը շատ լավ գնահատում են, շատ լավ հասկանում են եւ վստահ եղեք, որ կայացվեն լավ, ոնց որ մեր քաղաքական ուժին քվեարկողները վստահ են եղել, որ գնում են ճիշտ ճանապարհով, այդ վստահությունը կարող են շարունակել իրենց մեջ ամուր պահել, որովհետեւ բոլոր որոշումները կայացվելու են մեր պետության, մեր քաղաքացիների եւ մեր ընտրողների շահերից այլ շահ որևէ մեկը մեր թիմում վստահ եղեք, որ չունի։ Լավ եղեք, հաջողություն ձեզ։